прослушки нет. Значит, можем начинать. Այժմ առաջարկում եմ տեղափոխվել Իսրայել։ Այսօր մեզ է միացել վերլուծաբան իսրայելահայեր թերթի գլխավոր խմբագիր Արտյոմ Չեռնամորյանը։ Բարև ձեզ, Արտյոմ։ Բարև ձեզ։ Կոնկրետ որ քաղաքից եք կապ հաստատել, Արտյոմ։ Պետախ Տիկվայից, ինչպես միշտ։ Հա, ինչպես միշտ։ Խաղաղ է, ինչ վիճակ է այս պահին։ Այս պահին խաղաղ է, բայց գիտեք, ամեն անգամ հարցազրույցներ տալուց վախենում եմ, երբ որ ասում եմ խաղաղ է, որովհետև հենց եթերի ժամանակ շատ է եղել, որ հենց սկսել են ամբողջ կենտրոնի հրթիռահարումներն ու ստիպված ասենք եթերի ժամանակ պետք է իջնես ռմբապաստարան։ Սովորաբար այս ժամերին չեն կրակում, արդեն ոնց որ թե սովորել ենք, թե որ ժամին պետք է կրակեն, ասենք առօրյա գործերը հասցնենք, վերջացնենք, որ պատրաստ լինենք այդ ժամից այդ ժամը, ասենք։ Արտյոմ, կրակել թե հրթիռակոծման մասին է խոսքը։ Հա, կրակել ասում հրթիռահարությունների մասին, ամբողջ երկրի կենտրոնն ու հարավը հրթիռահարվում է։ Եթե հիմա այդպիսի բան սկսվի, դու ստիպված ես լինելու թողնել համակարգիչը իջնել։ Այո, եթե լինի նման բան, շատ է եղել, առաջին անգամը չէ։ Ուղղակի ամեն անգամ ժողովրդական լեզվով ասած աչքով չեմ ուզում տալ, երբ որ ասում եմ հանգիստ ենք քնել, ամեն ինչ նորմալ է, հակառակի նման լինում են նման դեպքեր։ Այո, համակարգիչը թողնեմ, իջնեմ ռմբապաստարան, 3 հարկ պետք է ոտքով իջնես, այդ ժամանակ չպետք է նստել լիֆտ, ասենք վերելակ չպետք է նստել, որովհետև վերելակը ամենախոցելի տեղերից մեկն է։ Ինքը իջնում է մինչև ներքև եւ ներքևում էլ չէ, իր հատուկ այսպես ռուսերեն լեզվով ասած շախտա ունի, չգիտեմ հայերեն ոնց է տերմինը։ Արտյոմ, ուզում եմ նաև հարցնել, այդ դեպքում արդեն հայտնի են այն բնակավայրերը, որոնք հատկապես գտնվում են Համասի թիրախի տակ։ Այո, հենց սկզբից էլ հայտնի էին, սկզբից նրանք հրթիռահարում են Գազայի գոտուց մի քանի կիլոմետր ընդամենը հեռավորության վրա գտնվող այն կիբուցներն ու բնակավայրերն ու քաղաքներն, ինչպիսիք են Սդերոտ, ասենք, եւ Նախալ Օզը եւ այդ Օֆակիմը, այդ քաղաքները, ասենք կիբուց Բերին եւ մոտ 25 բնակավայր, որտեղ որ նաեւ Համասի կրոնայինները կարողացան շատ հաշված րոպեների ընթացքում ներթափանցել քաղաքներում, ասենք իրենց վայրագությունները անցկացնել, դրանից հետո արդեն հաջորդ հարվածը հասցվում է, ասենք հարավային խոշոր կենտրոններին Աշկելոնին, Աշդոդին, հետո արդեն անդրադառնում են Բերշևա, Կիրյատ-Գատ, այս քաղաքներն են, որոնք որ հայաշատ կենտրոն են արդեն Աշկելոն, Աշդոդ, Բերշևա, Կիրյատ-Գատ, դրանից հետո արդեն կենտրոնական քաղաքներն են երկրի, մի քիչ հարավային ավելի մոտ գտնվող Ռիշոն Լեցոնն է շատ մեծ հայկական կենտրոն է, հայաշատ քաղաք է, հետո արդեն Բաթյամ, Խոլոն, Պետախ Տիկվա, Թել Ավիվ, բոլոր այս քաղաքներն անմիջապես հայտնվում են հրթիռահարումների ուրեմն տակ, ընդ որում այս վերջին հրթիռահարումների ժամանակ օգտագործվում են ավելի խոշոր տրամաչափի հրթիռներ, ես չգիտեմ կոնկրետ ինչ տրամաչափի են, բայց դրանց որ օդի մեջ խոցում են այդ պայթյունը, ասենք նույնիսկ այդ քաղաքում էլ չէ, ասենք Տել Ավիվում է տեղի ունեցել այդ պայթյունը, դրա ձայնը ասենք կարող է մինչև մի քանի կիլոմետր շարավով տարածվել։ Այսինքն Թել Ավիվում հարվածեցին հրթիռը, մենք այստեղ ապակին են, նույնիսկ կարող է այդ հարվածից, ասենք, շարժվել։ Եվ այն ինչ նկարագրում ես ամենօրյա ռեժիմով տեղի է ունենում։ Այո, ամենօրյա ռեժիմով, մեկ, ասենք, շատ հազվադեպ է լինում, որ Պետախ Տիկվային մոռանում են, ասենք կոնկրետ մեր քաղաքը, բայց երկրի կենտրոնը ամեն անգամ ամեն օր նույն պատմությունն է, ամեն օր չեն մոռանում, բայց անկեղծ պետք է խոստովանել, որ հրթիռահարումների ինտենսիվությունը թուլացել է։ Ինչն է պատճառը։ Միգուցե շրջափակումն է արդեն ազդել կամ այդ Համասի թունելային քաղաքն է հայտնաբերվել, որտեղից Չէ, թունելային քաղաքը չի ամբողջությամբ հայտնաբերվել, հրեական զինվորները չեն ներխուժում այս թունելները, մի քանի պատճառներով, հիմնականն այն է, որ արդեն զինվորները զորքը Իսրայելի հասել է Գազայի կենտրոնին, այսինքն հենց Գազա քաղաքի կենտրոնը, որտեղից որ հրթիռահարվում է երկրի կենտրոնը, զորքը գտնվում է այստեղ արդեն, նույնիսկ 3 կադրեր են ցուցադրվում, որ Համասի խորհրդարանում են մտել զինվորները Գիվատի։ Արտյոմ, մենք այսօր ստացանք այդ տեղեկությունը, Իսրայելի բանակը հաղորդում է Գազայում Համասի ղեկավարած խորհրդարանի կառավարության շենքերը գրավելու մասին, այսինքն հաստատվում է այդ տեղեկությունը։
Այո, երեկոյան արդեն մենք ունենք նման տեղեկություններ, նկարներով, որ Գիվաթի ճոկատը արդեն մտել են խորհրդանի շենքներին վերցել, այնտեղ գրավելու բան չկար։ Հասկանում եք, Համասի գրոհայինները իրենց պետական կառույցները չեն պաշտպանում, նրանք հիմնականում գտնվում են իրենց թունելներում եւ շատ աղբյուրներ, որ ուսումնասիրում են նույնիսկ Ղարաբաղական, Համասի գրոհայինները երբ որ դուրս են գալիս իրենց թունելներից, քաղաքը չեն ճանաչում եւ այդ ամբողջ իրենց այսպես աշխատանքի շնորհիվ։ Լավ, թունելներում ինչքան է հնարավոր դիմադրել։ Գիտեք, ուրեմն մոտ Արցախի 44-օրյա պատերազմի ժամանակ մենք մի քանի օր կտրվել էինք արտաքին աշխարհից, զենք զինամթերք չէր մտնում, արդեն խնդիր էր ստեղծվել մեզ համար։ Այս մարդիկ 16 տարի թունելներ են փորում, Գազայի բնակչության տղամարդկանց մեծ մասը զբաղված է իրենց առօրյական աշխատանքը թունել փորելն է։ Պատկերացրեք, ուրիշ աշխատանք այս մարդիկ չունեն, միայն թունել են փորում, ամիսը 150-ից 200 դոլարով ընդամենը, ասենք մեծ գումարներ չեն, որ վճարում են այս մարդկանց։ Եվ այդ մասին միշտ իմացել են, թե նոր եք բարձր։ Այո, այդ մասին միշտ իմացել են, գիտեցել են, միշտ իրենց հետախուզությունը աշխատել է, բայց ասենք, երբ որ միակողմանի, երբ որ Գազայի գոտուց Արիել Շարոնի ծրագրով դուրս եկավ հրեական բանակը, այսինքն Համասը ստացավ լայն հնարավորություններ այդ թունելների միջոցով մինչև Եգիպտոսի սահման փորած թունելներով ցանկացած պարագա ներկրել դեպի Գազա եւ քաղաքի ներսում խոսում են, որ 450-ից մինչև 500 կիլոմետր երկարությամբ թունելներ ունեն։ Ասենք թեկուս այդ հայտնի հիվանդանոցը որ կա, որ մեղադրում են Իսրայելին հարվածելու, դրա տակ ամբողջությամբ ոչ թե մեկ թունել է մի շերտով, այլ մի քանի շերտ, բազմաշերտ թունելներ են պատրաստված, ընդ որում իրենց այսպես օտարակիչներով, իրանց ուրեմն համակարգերով, ջրամատակարարման համակարգերով, նույնիսկ խողովակներ են նավթատար, բենզինատար, այսպես նավթատար չէ, բենզինատար խողովակներ են քաշել թունելները մեկը մյուսին կապելով, որովհետև այդ օտարակիչները, որ գտնվում են շատ մեծ խորության վրա, մինչև 20-25 մետր խորության եւ ավելի խորության վրա, այդ օտարակիչները աշխատեցնելու համար գեներատորներ են պետք, որոնք որ պետք է այդ ամբողջ թունելային համակարգը էլեկտրականությամբ սնեն։ Ու պատկերացրեք դրա համար է հիմա սրանց կռիվը, որ անդադ բենզին են պահանջում Իսրայելից, որ Իսրայելը թույլ տա բենզին բերեն իբր հիվանդանոցներին, հիվանդների համար։ Իսկ Իսրայելը բենզին չի տալիս հենց դրա նպատակով, որ իրենց ունեցած բենզինը օգտագործեն ու վերջանա։ Իսկ այդ ձեր ասածը մեր Արցախի պատերազմը, որ կտրվել էր բլոկադայի մեջ, Գազայի գոտին բլոկադայի մեջ երբեք չի եղել։ Մի մոռացեք, ունեն իրենք ընդհանուր սահման Եգիպտոսի հետ, եւ Եգիպտոսից բոլոր անհրաժեշտ պարագաները նրանք ստացել են։ Դե հիմա այդ ամենը վերահսկվում է։ Այդ ամենը վերահսկվում է, հա, բայց չպետք է մոռանալ, որ Եգիպտոս մինչև Եգիպտոսի սահմանը, նույնիսկ Եգիպտոսի սահմանից ներս իրենք թունելներ ունեն փորած։ Այնպես չէ, որ Եգիպտոսի ամբողջ տարածքը վերահսկվում է եւ եգիպտական բանակին այսպես շատ ձեռնտու այդ թունելները վերահսկել։ Այսինքն Համասը պատրաստվել է երկարատև դիմադրության։ Այո, մեկ 10 Այնպես չի, որ չի հաշվարկել, ինչպիսի հակահարձակում կարող էր լինել Իսրայելի կողմից։ Չի հաշվարկել, իրենք լավ էլ գիտեն Իսրայելի ողջ հզորությունը, իրենք լավ էլ գիտեն, թե Իսրայելը ինչպիսի զենքեր ունի, ինչ հնարավորություններ ունի, գիտի, որ Իսրայելի թիկունքում կանգնած է, ասենք Ամերիկայի Միացյալ Նահանգները, երբ որ Իսրայելի զենքը վերջանում է, Իսրայելը ամեն ինչ հաշվարկված է, ասենք Իսրայելը պատրաստ չէ երկարատև պատերազմներ մղելու։ Ի սկզբանե Իսրայելի բոլոր պատերազմները, որ նայում ես, 7 օրյա պատերազմը, այսպես Յոմ Քիպուրի պատերազմը, այսինքն մի քանի օր տևող պատերազմներ են, ամենաշատը, ասենք, որ տևում են ռազմական օպերացիաներն են, 51 օր նախանցյալ տարի տևած այդ ռազմական օպերացիաներ իսլամական ջիհադ կազմակերպության դեմ նույնիսկ Գազայի գոտուց այդ ժամանակ Համասը չէր միացել ու Համասը այսպես կողքից նայում էր, թե նույնիսկ իրենց տարածքները Գազայի գոտու ոնց են հրթիռահարվում, բայց իրենց օֆիսներն ու իրենց մարտական հենակետերն այդ անգամ անվնաս մնացին։ Եվ տեսնելով կողքից թե Իսրայելը ինչպիսի միջոցներ է օգտագործում, ինչ հնարավորություններ է օգտագործում, ԱԹՍ-ներ, օդուժ, հիմնականում Իսրայելը օդուժով է կրվում, այսինքն ենթադրենք, երբ որ արդեն հեշտ հասնում է հենց ավտոմատներով մոտիկ հեռավորության վրա մարտերի, այս մարտերում Իսրայելը կարող է նաև շատ զոհեր տալ, որովհետև արաբ զինվորներն էլ մինչև նրանք շահիդներ են,
նրանց համար կյանքը քիչ ունի։ Ինչպես որ իրենք վտանգում են սեփական կյանքը, նույն ձևով վտանգում են նաև իրենց երեխաների, իրենց մայրերի, իրենց ընտանիքների կյանքը։ Նրանք ոչինչի առաջ չեն կառում։ Լավ, ի՞նչն է ստիպում իսրայելական բանակին խփել մանկապարտեզին, հիվանդանոցին։ Հիմա ասեմ, ուրեմն ցավոք սրտի, սա արդեն վաղուց գոյություն ունեցող պրակտիկա է, Համասը, Հեզբոլահը, այս տիպի կազմակերպությունները ահաբեկչական օգտագործում են խաղաղ բնակչությունը իրենց նպատակների համար։ Ենթադրենք Գազայի գոտու հենց այդ հիվանդանոցը, իր այդ հիվանդանոցի տակ մի քանի հատ շերտերով թունելներ կան, որտեղ իրենց հրթիռային ուրեմն Հենց հիվանդանոցի տակ։ Հենց հիվանդանոցի տակ։ Երեք օրինակ Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակը հենց գնացել էր Գազայի գոտի եւ հենց հիվանդանոցի անունը մոռացա, Ռասիսի էր կարծեմ, երեխաների հիվանդանոց էր, մանկական հիվանդանոց։ Մանկական հիվանդանոցի ներսում հայտնաբերել էին 20 մետր խորությամբ թունել, որտեղ հայտնաբերվել էին եւ պայթուցիկ նյութեր, հենց հիվանդանոցի մանկական հիվանդանոցի ներտակը 20 մետր խորության վրա եւ այնտեղ ցավոք սրտի հայտնաբերել էին նաեւ կաթիշիշ, ասենք հրեական երեխաների, այսինքն այնտեղ պահված են եղել նաեւ հրեա երեխաները, որոնց Պատանդները։ Պատանդներ, այո, երևարված։ Դե հենց այդ հիվանդանոցի վրա հարձակումն էլ կարծեմ կանգնեցրել է բանակցությունը պատանդների հարցով։ Դա ուղղակի պատրվակ է, Համասը միշտ սիրում է այսպես արաբական ձևով առևտուր անել, հա սկզբից մի հատ գին է ասում, հետո այդ գինը փոխում է ավելի է բարձրացնում, այսինքն անընդհատ, տեսեք, վերցրեք թեկուզ մեր Հայաստանը, հա, մեր ռազմագերիները 2020 թվականից գերության մեջ են եւ ամբողջ միջազգային հանրության ճնշումը, Հայաստանի Հանրապետության կառավարության եւ բողոքները մեր մայրերի ոչ մի արդյունք չեն տալիս։ Այս մարդկանց ուղեղը ուրիշ ձև է աշխատում, հասկանում եք։ Մենք որպես նորմալ քաղաքակիրթ մարդիկ չենք կարող այս մարդկանց ուղեղի ծալքերը հասկանալ, թե սրանք ինչ ձև են մտածում։ Այսինքն դիմացի մարդուն ցավ պատճառելը, անընդհատ այսպես ցավի մեջ պահելից այս մարդիկ հաճույք են ստանում։ Եվ այսինքն չզարմանաք, որ ՄԱԿ-ի գրասենյակի տակ է լինեն հրթիռներ, չզարմանաք, որ ասենք բոլոր մանկապարտեզների տակը լինեն հրթիռներ, ռազմական բազաներ։ Համասը իր հիմնական ռազմական հենակետերը կառուցում է մանկապարտեզների, դպրոցների, հիվանդանոցների տակ, որպեսզի հանկարծ մեկ հրթիռ, ասենք, կպնի մանկապարտեզին, հանեն երեխաներին ցույց տան, տեսեն խփել են մեր երեխաներին եւ սա ողջ միջազգային հանրությանը Իսրայելի դեմ նոր գործողություններ անելու առիթ պետք է տա։ Արտյոմ, Թուրքիան եւ Իսրայելը իրական հակառակորդներ են հիմա այս պատերազմում, թե մենք թատրոնի ներկայացուցիչ մասնակից ենք դարձել։ Էրդողանի ներքին դեսարանի համար այս անպակորբոր հայտարարությունները Իսրայել եւ այլն, միշտ էլ Էրդողանն ասել է, որ Երուսաղեմը եղել է Օսմանյան կայսրության մարգարիտներից մեկը, քաղաքներից մեկը եւ կգա այն օրը, երբ թուրքական դրոշը կծածանվի Երուսաղեմում, հա, այսպես միշտ էլ Էրդողանը նման հայտարարություններով հանդես եկել է եւ սրանով է նաեւ պայմանավորված, որ վերջին տարիներին Էրդողանը սկսել է շատ ավելի ֆինանսավորել արևելյան Երուսաղեմում գտնվող տարբեր արաբական հասարակական կազմակերպություններ, երբ որ Երուսաղեմ ես գնում եւ հանկարծ տեսնում ես թուրքական դրոշը Երուսաղեմում կախված։ Համասի հետ ուղիղ կապ կա։ Այո, իհարկե կա։ Իհարկե կա, Համասի կարծեմ հենց սկզբից Էրդողանի կառավարությունն էր Համասի նախքան պատերազմը ընդունել, եթե չեմ սխալվում։ Հիմա Իսրայելում այսպես հակաթուրքական, ինչպես ասեմ, հակաթուրքական շարժում է սկսվել, նույնիսկ Թուրքիայից բերված լոլիկները չեն ուզում գնել եւ երկու օր առաջ մեծ տեսաշարով անդրադարձան իսրայելյան հերոստատեսությունները, թե ով է այս մարդը, որ հանդգնել է Թուրքիայից, ասենք, լոլիկներ բերել պատերազմի ժամանակ, երբ որ Թուրքիայի վարչապետը, ասենք, նախագահը նման հայտարարություններ։ Այդ ոչ թե կառավարություն, այլ ներքին կազմակերպվածության շնորհիվ, հա։ Այո, կառավարական, ասենք, կոնկրետ կառավարական որևէ նախադասություն Թուրքիայի դեմ, հա, դեսպանին հետ կանչեցին խորհրդակցությունների համար, դեսպաններն են իրարից հետ կանչել, բայց այսքանով ամեն ինչ կարծես չի վերջանում, հասկանում եք, Իսրայելն ու Թուրքիան կարող են տասնյակ տարիներ դեսպաններ չունենալ,
բայց տնտեսական հարաբերությունները զարգանալ։ Հիշեք նաև Մարմարայի հայտնի դեպքերը, դրանից հետո կարգոյով զբաղվող, այսինքն տրանսպորտային ճանապարհային ծառայություններ մատուցող Իսրայելի կազմակերպությունների մեծ մասը Իսրայելի Բեն-Գուրիոնի անվան օդանավակայանում թուրքական կազմակերպություններ են։ Ասենք ամբողջ շորը այդ զգեստներ եւ այլն ամբողջը Թուրքիայից է բերվում, ներկրվում է Թուրքիայից, ասիկան ամբողջ խանութների այսպես կտորերեն շորերը ներկրվում է ամենակարևոր պրոդուկտը այս փուլում ադրբեջանական նավթը թուրքական տարածքով։ Այո, ամենակարևորը դա է, չնայած որ Իրանը դիմում է, ասենք, ես հիմա ձեզ մի հատ շատ կարևոր ինֆորմացիա կասեմ հենց հիմա, չնայած որ Իրանը դիմում է Թուրքիային անընդհատ, որ դադարեցրեք այս ձեր խողովակաշահերով նավթի արտահանումը Ադրբեջանից Իսրայել, չնայած Թուրքիան երբևէ նման բան չի անելու, որտեղ մեծ գումարներ եկամուտներ է ստանում այս նավթամուղից բացառումից, սա առաջինը, երկրորդն էլ այսօր Globes իսրայելյան հայտնի Globes երևի գիտեք միջազգային հայտնի թերթ է եւ ունի Իսրայելի իր բաժինը, այսօր Globes-ը մի հատ անգլերեն լեզվով հոդված է հրապարակել, որում նշվում է, որ Իսրայելը նոյեմբերի 3-ին կնքել է պայմանագիր Ադրբեջանի հետ, Israel Aerospace Industries եւ եբրայերեն կոչվում է Տասիա Ավիրիտ, այս հայտնի այն հարող դրոնների, ԱԹՍ-ների, արտադրողներ եւ Իսրայելի հրթիռների գլխավոր մատակարարն է Ադրբեջանին, կնքել են նոր պայմանագիր 1 միլիարդ 200 միլիոն դոլարի բարակ MX ուրեմն հակաօդային պաշտպանության հրթիռների։ Իսկ Հայաստանը Ֆրանսիայից մի քանի բաստիոն է գնել Հենց դա է ես ուզում ասել, մի քանի բաստիոնով այնպես են ուրախացել, կարծես թե այդ մի քանի բաստիոնը մեզ փրկելու է Դե մեր ուրախանալը մի կողմ, ադրբեջանական վայնասունը այդ մասով, որ սպառազինվում է։ Սա մի կողմ, մի հատ ուրիշ ինֆորմացիա ձեզ ասեմ, նույն Globes-ը օրեր առաջ գրել էր հոկտեմբերի 6-ին, որ Ադրբեջանը մրցույթ էր հայտարարել իր հետախուզական արբանյակների թարմացնելու հետ կապված, որտեղ գիտեք անցյալ այս տարվա սկզբին էր, թե անցյալ տարի չեմ հիշում, որ իրենց հրթիռ արբանյակներից մեկը վաղ ժամկետով ընկել էր ծովը, եւ հիմա Ադրբեջանը երկու հետախուզական արբանյակ ունի ընդամենը, եւ նույնիսկ երկուսը գնելու են հենց այս Israel Aerospace Industries կազմակերպությունից եւս երկու նոր գեր ժամանակակից շատ ավելի լայն հնարավորություններ ունեցող արբանյակները գնելու հետախուզական լեռնային պայմաններում հետախուզություն իրականացնելու եւ այլն եւ այլն։ Սա նոր ինֆորմացիա։ Իսրայել Ադրբեջան այդ ռազմական համագործակցությունը շատ դժվար է բացատրել միայն կոմերցիոն այսպես սկզբունքներով։ Այո, այստեղ շատ լուրջ հարցեր կան։ Նախ միակ պետությունը, որ օգնեց Ադրբեջանի զենքով 44-օրյա պատերազմի ժամանակ, սա Իսրայելն է։ Անկախ նրանից, թե մենք ամեն շաբաթ երկու անգամ ցույց էինք անում արտաքին գործերի նախարարության դեմ, ինչ աղմուկ էինք, աղաղակ էինք բարձրացրել 44 օրվա ընթացքում մինչև նոյեմբերի 9-ը, ու դրանից հետո էլի մեկ ամիս անընդհատ ցույցեր էինք անում։ Սա ոչ մի ազդեցություն Բիբի Նետանյահուի կառավարության վրա չի կարող թողնել, որովհետև նրանք ջրականում կառուցեցին օդանավակայան հրեաները մեր տարածքներում Արցախից մեր այդ օկուպացված տարածքներ, որ իրենք ասում են այդ տարածքներում իրենք ստեղծեցին Իրանի ողջ տարածքը ոչ տարածքի նկատմամբ հետախուզություն, ռազմական հետախուզություն իրականացնելու համար։ Ադրբեջանը ունի Իսրայելի հետ 44 միլիարդ դոլարի նավթի պայմանագիր, որից ասենք 7 միլիարդը արդեն զենք ստացել է, 7 միլիարդի արդեն զենք է ստացել մոտավորապես։ Այսինքն նավթը տալիս զենքն է ստանում։ Այո, նավթի դիմաց զենքով են։ Այնտեղ իհարկե կոռուպցիոն սխեմաներ կան Ադրբեջանից, գրում են X թիվ, ստանում են Y, բայց համենայն դեպս փաստը այն է, որ 44 օրյայից հետո խոսում էին մինչև նույնիսկ Jerusalem Post մի քանի այսպես հեղինակավոր թերթեր գրեցին, որ 44 օրյայից հետո նույնիսկ ԱԹՍ-ներ, հրետանային համակարգեր եւ այլն տարբեր տեսակի կարևոր, ասենք 44 օրյայի ժամանակ լավ արդյունք ցուցաբերած զենքեր են նույնիսկ գնել եւ սրան արդեն ավելանում է եւս 1 միլիարդ հիմա ասեմ 1 միլիարդ 200 պլյուս 300 մոտ 1.5 միլիարդ 1.5 միլիարդ դոլարի լրացուցիչ պայմանագիր
այսինքն այժմ էլ հակաօդային պաշտպանության հետ կապված, այսինքն արբանյակներ եւ ձեզ ասեմ, որ Բարակ MX համակարգ ունի 3 տեսակի հրթիռ, երրորդ տեսակի ավելի արդիականացված հրթիռը մինչև 100 կիլոմետր, այսինքն TS2 կարող է հրթիռ խփել, հրթիռ խոցել։ Այսինքն այս կարգի հրթիռներ են ձեռք բերել, իսկ մենք ասենք ինչ ենք ձեռք բերել, Հնդկաստանից այն ամբողջ օրը գովաբանում են այն ԱԹՍ-ներ կրակող, ասենք այն գնդացիները, հա, ասենք դա եւ բաստիոն համակարգերը։ Մարտիկ միլիարդներով, ասենք, այս ժամանակակից հակաօդային պաշտպանության հրթիռներ են գնում։ Իսրայելը Արտյոմ, մեր վերջին 1-2 րոպեն մեր օգտագործենք Երուսաղեմի հայկական թաղամասի թնջուկի վրա։ Ինչով ի վերջո այստեղ ավարտվեց այդ պատմությունը։ Այս պատմությունը, այսպես ասենք, Իսրայելի հետ կապված դեռ նոր է սկսվել։ Այո, որովհետև սկզբից համաձայնեցին հողերը վարձակալությամբ 99 տարով տալ միանձնյա, սա պատրիարքի որոշումներ, հետո ամբողջ մեղքի բաժինը գցեցին Խաչիկ Երեսյանի վրա, որ հիմա Խաչիկ Երեսյանը կոչվում Հայր Պարետի վրա, եւ սրանից հետո մայիս ամսին հետ կանչեց Հորդանանը եւ Հորդանային թագավորությունը եւ Պաղեստին ինքնավար մարզ հետ կանչեցին պատրիարքի ճանաչումը, այսինքն մայիս ամսից պատրիարքը ճանաչված է միայն Իսրայելի պետության կողմից եւ սրան հաջորդեց, այսինքն մենք անընդհատ ասում ենք, որ այս պայմանագիրը ի սկզբանե իրավունք չունեին կնքելու, որովհետեւ սա հակահայկական պայմանագիր է, հակահայկական գործարք է, որը տալիս է հնարավորություն Իսրայելին պատրիոտիզմի ենթարկել Իսրայելի հայկական համայնքը։ Սրան հաջորդեց հենց ասում էին, որ ինչ-որ լավ լուր է լինելու, այսպես ասեկոսներ են Երուսաղեմից գալիս մեր ականջին հասնում, եւ այդ լավ լուրը եկավ, որ Երուսաղեմի այս պատրիարքանը տեղեկացրել է 20 կազմակերպությանը, որ չեղարկելու է այս գործարքը։ Բայց խնդիրն այն է, որ այս կազմակերպության հետևում ով է կանգնած Իսրայելի ներքին գործերի նախարարությունը, Երուսաղեմի քաղաքապետարանը, Իսրայել պետությունն է կանգնած։ Այսինքն այն պայմանագիրը, որ ներկայացվել է Երուսաղեմի հայոց պատրիարքանի ստորագրությանը, այս պայմանագիրը պատկերացրեք ինչպիսի իրավաբանների միջով ձեռքերի տակով է անցել, որքան ինչպիսի պաշտպանված թուղթ է։ Եվ հենց որ մերոնք այս հայտարարությունով հանդես եկան այս 20 կապիտալ այդ Ռոյտման կոչեցյալը, որ Խաչիկ Երեսյանը նրան անվանում էր շատ պարկեշտ ու բարի անձնավորություն, զինված շներով, զենքերով եկան հայկական թաղամաս, սկսեցին հայկական թաղամասը, այսինքն այդ կովերի պարտեզը սկսեցին արդեն պատեր քանդել, տրակտորներով աշխատանքներ, շինարաշխատանքներ կազմակերպել։ Հետո, իսկ հիմա ինչ է տեղ ունեն։ Հիմա հայերը այնտեղ վրաներ են խփել, անդադ նստած տարածքներ են վերահսկում եւ եկել են այն համաձայնության, որ 20 կապիտալը պետք է գնա եւ այդ հայկական նամակը պատրիարքարանի վերանայի, այսինքն ասի համաձայն է, թե համաձայն չէ, իհարկե համաձայն չէ, մարդիկ միլիոններ են ծախսել, սկսել են արդեն շինարական աշխատանքները, վերջը նախապատրաստական աշխատանքները Երուսաղեմի քաղաքապետարանների միլիոններով գումարներ են վճարել եւ այլն աշխատանքներ սկսելու համար եւ գործը գնալու է Իսրայելի արդեն դատական մարմինների եւ Իսրայելի դատական մարմինները երբեւե պրոհայկական որոշում չեն կայացնելու։ Հունական պատրիարքան իր ողջ հզորությամբ չկարողացավ եւ հողերը կորցրեց, հասկանում եք, Բագացի դեմ, ասենք Իսրայելի կառավարության դեմ Թեոֆիլոս 3-րդ դատական գործը լուծվեց հօգուտ հրեական կառավարության եւ հունական պատրիարքությունը կորցրեց Երուսաղեմի 5 քաղաքում, որ մտնում է ծաղկում այդ հյուրանոցների տարածքն է, հյուրանոցներով, հենց այդ ամբողջ տարածքը կորցրեց։ Բայց մեր դեպքում սա շատ ավելի մեծ կորուստ է, որտեղ եթե հունական պատրիարքարանը մի փոքրիկ ընդհանրապես հողակտոր կորցրեց վրանը կառուցված 2 հյուրանոցով փոքրիկ 4 հարկանի, մեր դեպքում մենք հայկական տարածքի 25%-ից ավելի Սիոն լեռան, Սուրբ Սիոն լեռան վրա գտնվող տարածք են կորցնում, մարդկանց բնակարաններ, ժառանգավորված վարժարանի սրահը, պատկերացրեք մեր պատրիարքանի ժառանգավորված վարժարանի սրահից բռնած պետք է քանդեն։ Այսքանը շնորհակալություն Արտյոմ, որ միացար մեզ։ Շնորհակալություն։